Ստեղծել պայմաններ ներհասարակական երկխոսության խրախուսման ու հանրային համերաշխության հասնելու համար Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը եւ նորաստեղծ կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը համատեղ նախագծեր, կարևոր գաղափարներ ու ծրագրեր կյանքի կոչելու համար համագործակցության հուշագիր են ստորագրում։ Հուշագրով եւս մեկ անգամ հաստատում են իրենց վճռականությունը առավելագույն ջանքեր գործադրել արցախցիների իրավունքների պաշտպանության, նրանց արդարացի պահանջների իրացման համար։ Առաջին կամուրջը այսօր կառուցվեց, առաջին կամուրջը միավորեց մեզ, առաջին կամուրջը ապացուցեց, որ այո, միայն միասնականության տրամաբանության ներքո մենք կարող ենք հասնել մեր ազգային բոլոր նպատակներին եւ իղձերին։ Ուրախ եմ, որ ունենք նմանատիպ հնարավորություն հանդիպելու եւ մեր երկու կառույցների գործունեությունը միավորելու, համախմբվելու եւ առաջիկա ժամանակահատվածում ի նպաստ մեր երկրի իրականացնել համատեղ այնպիսի ծրագրեր, որոնք կխթանեն հայ ժողովրդի համախմբմանը եւ որ ամենակարևորն է Արցախի մեր հայությունը իրենց կզգան կարևորված եւ ուշադրության կենտրոնում։ Պետք է անենք ամեն հնարավորը, որ Արցախի մեր երիտասարդները, Արցախի մեր հայրենակիցները իրենց այստեղ մենակ չզգան։ Հայաստանի Հանրապետության սահմանները անառիկ պահելու եւ ներքին թշնամանքը վերացնելու համար շատ կարեւոր է համախմբվածությունը։ Ինչպես մեր կարգախոսն է ասում, կամուրջը կամուրջներ է կառուցում, առաջիններից է այն կամուրջը, որը մենք կառուցում ենք երիտասարդների թիմի հետ, որովհետև ավելի քան վստահ եմ, որ սա շատ արդյունավետ է լինելու եւ մոտ ապագայում մենք այս աշխատանքի պտուղները արդեն տեսնելու ենք եւ քաղելու ենք։ Ամենակարևորը այսօր հանրային երկխոսություն ապահովելն է, որովհետև այո, մեր հանրությունը չունի այդ երկխոսության ունակությունը այսօր, իսկ այդ երկխոսության արդյունքը պետք է լինի հանրային եւ ազգային արդեն համերաշխությունը։ Համագործակցության շրջանակում իրականացվելու են նաև երիտասարդական բազմաթիվ ծրագրեր։ Առջևում հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակն է։ Երիտասարդները հանդես են գալու ֆաշիզմի դեմ մեր պապերի հաղթանակը եւս մեկ անգամ արժևորող հետաքրքիր նախագծերով։ Ես վստահ եմ, որ մենք վերականգնելու ենք մեր եռատոնը եւ հենց մայիսին տոնելու ենք եւս շատ ու շատ հաղթանակներ։ Կարծում եմ հետագա մեր ծրագրերում եւ պլաններում անպայման նախաձեռնելու ենք ձեզ հետ միասին այնպիսի նախաձեռնություններ, այնպիսի ծրագրեր, որոնք մեծ ու սև տառերով նշվելու են մեր պատմության էջերում, որտեղ մեզ բնորոշ է օրինակելի լինելը, ոչ թե կրկնօրինակելը։ Հայաստան-Արցախ երիտասարդական միության շրջանակներում իհարկե ուշադրության կենտրոնում ենք պահել եւ արդեն իսկ կազմակերպել ենք մրցույթ, որին մասնակցել են հարյուրավոր երիտասարդներ եւ մայիսի 3-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը եւ կարեւորելով հենց մեր բոլոր հաղթանակները, որին մասնակից են եղել նաև Արցախի մեր հայրենակիցներ, ունեցել ենք Հայաստանից, Արցախից նաև մարշալներ, հերոսներ, այդ իսկ պատճառով մենք երկու կառույցների միջև որպես առաջին համագործակցություն եւ համատեղ ծրագիր որոշում ունենք մասնակցություն ունենալ մայիսի 9-ին հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին կազմակերպող միջոցառմանը Քայլերթին եւ այդպես եւս մեկ անգամ հիշատակելու մեր հերոսների, մեր մարշալների մասին, հաղթանակների մասին հիշելը միայն մեզ կարող է բերել նոր հաղթանակներ։ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության ու կամուրջ քաղաքացիական նախաձեռնության կարևորագույն խնդիրներից է նաև իշա Հայաստանի, Արցախի ու հայկական Սփյուռքի սերտ կապեր հաստատել բարեկամ եւ գործընկեր երկրների ու ժողովուրդների հետ, ստեղծել առավել արդյունավետ պայմաններ գիտական, կրթական ու տեղեկատվական շփումների համար։ Արթուր Հակոբյան, Իզաբելա Հովանիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։